Դե ինչ մեզ շատ սերած լսողներ, ինչպես խոսացի արևի մասին, բայց ասացի, որ արևը արևի հետ արև է բերել։ Իհարկե Լինա Խաչատրյան, երաժիշտ, pop jazz երգչուհի, ողջույն եւ բարի գալուստ IBFM։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ես կանչիս դուք։ Շատ լավ բարձր տրամադրություն ունեն, քանի որ եւ դրսում արև է եւ տաղավարում գտնում եմ երկու արևների հետ։ Շնորհակալ եմ։ Սիրելի ունկնդիրներ, ինչպես արդեն կռահեցիք, այսօր մեր հյուրի հետ խոսելու ենք երաժշտությունից։ Եվ եկեք, այսպեսի մի առաջարկ ունեմ, տեղափոխվենք մի փոքր անցյալ, բացահայտելու համար ձեր անցած ուղին, որպեսզի մեր ունկնդիրները ձեզ ավելի լավ ճանաչեն, եւ այսպես, երբվանից եք զբաղվում երգարվեստով եւ ինչ կրթություն եք ստացել։ Արդեն 15 տարի է ինչ զբաղվում եմ պրոֆեսիոնալ երաժշտությամբ, հատկապես ջազով։ Սովորել եմ ֆրանսիական էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, որը հիմա Շարլ Անզնավուրի անունով է։ Չգիտենք, տեսակ, սա էլ Բացահայտում բացահայտեցինք, է այսօր։ Այո, ունեմ նաեւ այլ կրթություն, դիզայներ եմ մասնագիտությամբ, դա առաջին մասնագիտությունս է։ Սակայն երաժշտությունը ավելի հոգեհարազատ էր, դրա համար դրա մեջ մնացի։ Իսկ ով է եղել ձեր վոկալի ուսուցչուհին։ Նշեմ, որ ես մտավորականների, կարելի ասել մտավորականների ընտանիքից եմ, իմ ընտանիքում հիմնականում երաժիշտներ են ու ուսուցչուհիներ։ Իմ առաջին ուսուցչուհին եղել է իմ հորաքույրը, դասական երգչի Սոֆիա Խաչատրյանը, որը եղել է կոնսերվատորիայի դասախոս։ Հենց նա էլ դրել է հիմքը իմ մոտ։ Այ հետաքրքիր բան նշեցիք ասելով, որ դասական երգչուհի եւ դասական երգ է ձեզ դասավանդել։ Ինչպես եղավ, որ դասականից անցակ ավելի շատ pop, jazz ոճին։ Նշեմ, որ բոլոր վոկալիստների ճիշտ հիմքը հենց դասականն է, ովքեր որ դասական հիմք ունեն վոկալիստներից, նրանք կարողանում են երգել հիմնականում բոլոր ոճերում։ Ու ես մանկուց լսել եմ եւ ջազ եւ էստրադա եւ կլասիկա։ Եվ առաջին անգամ երբ լսեցի, այդ ժամանակ երևի 6 տարեկան կլինեի, լսեցի Ella Fitzgerald-ի Cry Me a River երգը, ես այդ ժամանակվանից հասկացա, որ ջազն է իմը։ Սիրահարվեցիք այս ոճին։ Եթե չլսեք, չեք մնա։ Այդ ժամանակվանից ես դեռ չէի հասկանում ինչ եմ ուզում, բայց շատ լսում էի արդեն ջազ։ Իսկ հայերից ում եք լսել, ով է ձեզ ոգի շնչել, ներշնչել ջազ կատարողներից։ Ցավոք սրտի մենք շատ քիչ ունենք ջազ կատարողներից, որ հայտնի են մանավանդ աշխարհում, կարող եմ նշել Տաթևիկ Հովհաննիսյանին, որից ես շատ օրինակներ եմ վերցնում։ Շատ լավ։ Ինձ հետաքրքիր է, որտեղ եւ ում հետ եք ելույթներ ունեցել Հայաստանում, քանի որ այնտեղից եք։ Հայաստանում հիմնականում ես որպես մեներկչուհի եմ հանդես եկել։ 3 տարի եղել եմ Արնո Բաբաջյանի համերգասրահի փոքր ֆիլհարմոնիայի մեներկչուհին, ջազ երգել եմ շատ հայտնի երաժիշտների հետ, որոնք հիմա հայտնի են Հայաստանում։ Գիտեմ նաև որ մասնակցել եք միջազգային մրցույթների եւս, մի փոքր կպատմեք այս մասին, ինչ մրցույթների եք մասնակցել, ինչ տեղ եք գրավել։ Այո, առաջին միջազգային մրցույթս հենց կորոնավիրուսի հետ համընկավ։ Այդ ժամանակ ոչ մեկ դուրս չէր գալիս տանից, բայց մենք որոշեցինք նկարահանել տեսահոլովակ փոքրիկ, այդ երգը Եղնիկի պես է կոչվում, հենց Տաթևիկ Հովհաննիսյանի նվագակ երաժշտությունն ենք վերցրել, մեր արանժիրովկայով ներկայացրել ենք, եւ հենց այդ երգով ես Պետրոջազ on-line հեռարձակվող միջազգային մրցույթ էր, որտեղ գրավեցի առաջին հորիզոնականը։ Շնորհավոր։ Շնորհակալ եմ շատ։ Հետագայում եղան նաև 3 միջազգային մրցույթներ, Tutti Jazz, Մոսկվայում էր Fiesta Millenio, դա իսպանական իտալական մրցույթ էր, այդտեղ բոլոր տեղերում առաջին տեղն եմ գրավել։ Շատ լավ, ինչ հետաքրքիր է։ Եվ վերջերս 2023 թվականին Jazz Birds էլի Մոսկվայում արդեն ես ներկայի այնտեղ էլի գրավեցի առաջին հորիզոնականը։ Տեսեք, այսպես ոգևորված լսում ենք, հետաքրքիր է, որ ինչ մրցույթների եք մասնակցել, առաջին տեղն եք գրավել, բայց ինձ այսպեսի մի հարց է նաև հուզում, ինչպիսի տեղ է գրավում ջազը ներկայիս հայաստանյան երգարվեստում։ Ջազը չնայած որ ստեղծվել է 1930-ական թվականներից եւ սովետական ժամանակներում դժվարությամբ էր հասանելի դառնում հասարակությանը, հիմա կարող եմ ասել, որ ավելի տարածում ունի։ Երևանը կարելի է համարել Կովկասյան
տարածաշրջանի մայրաքաղաքը, ջազի մայրաքաղաքը։ Գիտեմ, որ Երևանում կան բազմաթիվ, չասեմ բազմա, այլ մի քանի ջազ ակումբներ, որտեղ հենց ջազ են երգում։ Ինձ հետաքրքիր այս ջազ ակումբները ունեն իրենց մշտական այցելուները, հայեր են թե զբոսաշրջիկներ են ընդհանրապես այնտեղի այցելուները, կամ այդ այցելուների թիվը գնալով շատանում է, թե ոչ։ Հիմա շատացել են ջազային ակումբները, որոնցից կարող եմ նշել առաջիններից Մալխազ ջազ ակումբը, որը հիմնադրել է Լևոն Մալխասյանը, հայտնի դաշնակահար։ Այո, ջազմեն։ Հետո Ուլիխանյան ակումբ կա, ու արդեն հիմա շատացել են, Այսինքն պահանջարկը ավելի շատ է հիմա։ Այո, մեր Փառք Աստծո, հայերը սկսել են շատ լսեն։ Իսկ ջազ կատարողների թիվն էլ է ավելացել, թե դուք մի քանիսդ եք Հայաստանում։ Գնալով ավելանում է, կարող եմ ասել։ Երիտասարդները սկսել են շատ լավ է, հները որ կան, չէ։ Բայց լսողներն էլ էին քիչ առաջ, հիմա սկսել են ժամանակակից տարբերակով ներկայացնել ու հայ ջազային երաժիշտները ներկայացնում են ջազը հայկական հոգով։ Այնց դա է հետաքրքիր, որ ներկայացնում եք մեր հայկական, ավանդական այսպես երգերը, բայց այդ ջազային ոճում։ Դա գրավում է արդյոք, օրինակ անձամբ ինձ շատ է գրավում։ Իսկ միտումը ինչպիսին է Հայաստանում, ավելի այդպիսի ջազային կատարումները, բայց մեր հայկական երգերի գրավում են մեր հայրենագիտներին այնտեղ։ Ջազը ամերիկյան երաժշտություն է, դրա համար մենք վերցնում ենք հայկական ազգային հին երգերը, որը որ հիմա դժվար լսելի է երիտասարդներին, դրա համար փորձում ենք ներկայացնել ժամանակակից տարբերակով, ջազային տարբերակով ու սիրվում է։ Ես կուզենայի օրինակ ժամանակակից ջազը պատկերացնել ինձ ձևի կլինի հիմիկվա երգերի հիման վրա լիան հաստատ չի երգի կասի ինչ բառեր է։ Ես չա կատարում այստեղ։ Այ քիչ շանս կլսենք Լինայի գեղեցիկ ձայնը, բայց մինչ այդ ես եւս մեկ հարցեր ունեմ։ Հետաքրքիր է դուք երբ եք տեղափոխվել Ֆրանսիա եւ այստեղ ինչ ծրագրեր ունեք։ Տեղափոխվել ենք այստեղ 9 ամիս առաջ, բայց ոչ մնալու նպատակով էինք եկել համերգի Լիոնում մենահամերգների նպատակ ունեինք, որը Երևանյան երեկո խորագրով, որը շատ սիրվեց հասարակության կողմից եւ որոշեցինք մնալ այստեղ դեռ։ Հիմա առաջիկայում նպատակ ունենք Փարիզում եւ կողքի քաղաքներում արդեն մենահամերգներ դնել։ Իսկ կան արդեն որոշված ամսաթիվ օր կա համերգի։ Այո, փետրվարի 14-ին տեղն ու ժամը արդեն իմեջին որ հետևեն կտեղեկացնենք։ Իսկ որտեղ է Փարիզյան շրջանում պետք է լինի համերգը։ Այո, այստեղ։ Շատ լավ։ Մենք գնացինք։ Ուրեմն իսկ ինչպես հետևեն ձեր Դուք հրավիրված եք ձեր Facebook-յան էջին։ Շատ շնորհակալ ենք։ Որն է ձեր էջը, որպեսզի մեր ունկնդիրները այսպես լսելով նրանք ովքեր սիրում են ջազ երաժշտությունը, մանավանդ հայկական այսպես երգերը ձևափոխված ջազային ոճով, ինչպես իմանան տեղեկանան եւ կան ձեզ տեսնեն բեմում։ Ուղղակի կարող են գրել բոլոր հարթակներում Լինա Խաչատրյան ջազ, կողքը ջազ։ Շատ լավ։ Ես կգամ։ Շատ։ Ինքը միանգամից կհայտվի մեր այսպես ասած պատերին։ Կուզենայի հասկանալ, հա, այստեղ մտադություններ ունեք դպրոց բացելու երաշտական թե ոչ։ Նպատակներ ունեմ, բայց դեռ ինձ համար շուտ է։ Ես փորձում եմ ավելի շատ դեռ ներկայացնել հայկական էթնոջազը մեր հանրությանը։ Դրանից հետո արդեն նոր դպրոցը։ Նա կուզենայի հասկանալ, լավ, կուզենայի ինչ որ մի աստղի հետ երգել եւ ում հետ կուզենայի երգել բեմում լինել։ Ճիշտ ասած չեմ մտածել այդ հարցի շուրջ դեռ։ Շատ կուզեի Էլա Ֆիջերալդի հետ։ Գիտեք, Լուսինեն ընթացքում ասաց, որ արկե կենթանի երաժշտություն անպայման երգեցողությունը լսելու ենք, մի փոքր էլ վատառող չեք, բայց դա չի խանգարի մեր ռադիոլսողին ինչ որ չափով նաև ճանաչեն ձեզ, նաև մենք ինչ որ չափով իմանանք ով եք։ Այո, ձայնը փորձենք գնահատել իհարկե շատ լավ է լինելու չեմ էլ կասկածում։ Ինչ կկատարեք փոքրիկ երկու տող մեզ համար։ Հին սիրված երգերից մեկը, որը կոչվում է Անհաջող ժամադրություն, որը հիմա հայտնի է ավելի շատ Յասաման անվանվամբ։ Այդ երգի իմ շատ սիրելի երգերից մեկն է։ Դե ինչ փորձենք հիմա բոլորս համար այսպես նստել եւ սպասել, թե տեսնել ինչ հետաքրքիր է այստեղ կատարում է լինելու։ Նաեւ տեղեկացնենք, որ այս ամենը ի կատարյացում IBFM-ի տաղավարից ուղիղ եթերում է շատ ռադիոլսողներ։ Դե գնացինք։ Քեզ համար է Յասամանը, բայց թոշնում է ախիզուր, անցավորը ու բոլորը ինձ նայում են տխուր, լուր հանգչում եմ, հարաճում եմ, այն ծառի տակ ուր այնքան, մենք նստել ենք, անրջել ենք, մեր սիրո ապագան, իմաստին
Սերը խաղ չէ բախտ է հանգին Հեսիրես դուր քո սիրտը դուր քո հոգին ողջ կյանքը Ին վերևը հորտանձրև է բայց թրջվում է մախիզուր Անցավորը ու բոլորը ինձ նայում են տխուր Շատ շնորհակալ ենք։ Մենք ապեմ այդ համերգին կլինենք։ Շատ շնորհակալ ենք նաև մեր ունկնդիրների անունից։ Իրոք շատ հետաքրքիր կատարում էր, շնորհակալություն ձեզ։ Հայրիկ չեք գնում մնում եք այստեղ եւ շարունակում այստեղ աշխատել եւ փորձել դպրոցներ ստեղծել, որովհետեւ ձեր նման Տարածել հայկական ջազը։ Այո, եւ ձեր նման մարդիկ այստեղ մեզ շատ պետք է, որպեսզի ճիշտ երաժշտություն տարածել, քանի որ ինչքանով գնում երաժշտասարդությունը շատ իհարկե կնեք այս բառը փչանում է վատորակ երաժշտություն լսելու համար։ Իհարկե համագործակցություններ կան, այստեղ արդեն մարկանց հետ թե չկան։ Ստեղծում եք նոր համագործակցություններ, նոր թիմ եք փորձում հավաքել ձեզ համար թե ոչ։ Այո, երաժիշտներ արդեն ունեմ այստեղ, որոնք ֆրանսիացիներ են, բայց նվագում են հայերեն, հայկական երաժշտություն։ Շատ Այո, ես հետաքրքիր է։ Լիոնում արդեն ջազ ակումբ Մադմազել Սիմոնե կա, այդտեղ արդեն մենահամերգներ տվել եմ հենց ֆրանսիացի երաժիշտների հետ։ Ու իսկականից պահանջված է հայկական էթնոջազը։ Կուզենայի հասկանալ, հա, նայեք ասացիք, որ այստեղ համերգներ եք ունեցել, այստեղի բեմը ու Հայաստանի բեմը ինչով է տարբերվում միմյանցից։ Այստեղ լսողները ավելի կարոտով են լսում հայկական երաժշտությունը։ Իսկ այնտեղ ավելի ցանկանում են տարբեր լեզուներով ջազ լսել, քան հայկական։ Եթե ժամանակը հետ տայեք, ինչ կփորձեիք փոխել ձեր ոլորտում, կմնայիք նույնը ձեր ընտրածը։ Այո, ինձ շատ են հարցնում ինչու հենց ջազ ընտրեցիր, բայց ես հենց չեմ որոշել ինչ ընտրեմ, ջազը իմ արյան մեջ կարծես լինի, հենց ջազ եմ երգում, ինձ երջանիկ եմ զգում, ոչինչ չի փոխի, ավելի շուտ կսկսեի երգել, այսպես ասած։ Այո։ Ընդամենը կասենք մեկ բան, ձեզ լիքը հաջողություն ենք մաղթում, ուրախ ենք, որ ճանաչեցինք ձեզ եւ ձեր տեսակը ու Շնորհակալ եմ։ այնքան երջանիկ կլինենք, որ այստեղ կարողանաք աշխատել, մնալ, ապրել եւ հայկական արվեստը տարածել, քանի որ շատ կարեւոր է սա մեզ համար։ Եք բացառիկ հնարավորություն այսօր ունենք ձեզ համար եւ նաեւ դուք մեզ համար, քանի որ ձեր ձայնը հնչելու է առաջին անգամ IBFM-ի տաղավարից արդեն դեպի մեր սիրելի ռադիո լսողների մեզ համար է շատ մեծ պատիվ է թե լույս ինչ ենք լսելու։ Այո, ես հիմա Լինային պիտի հարցնեմ, որ երգն եք դուք, քանի որ դուք ընտրեցիք այս կատարումը, որ պիտի հիմա մեր ունկնդիրները լսեն, ինչի մասին է խոսքը, ինչ երգ է։ Մի երկու բառով, եթե կարող եք ներկայացնել։ Որ հիմա պետք է հնչի։ Այո։ Կոչվում է Եղնիկի պես, ազգային հին երգ է, ժողովրդական, որը Տաթևիկ Հովանեսյանն է ներկայացրել առաջին անգամ ջազային տարբերակով եւ իրենից ես եմ վերցրել եւ ներկայացրել իմ տարբերակով։ Շատ լավ, վայելենք։ Մենք փորձում ենք վայելել եւ վերադառնալ IBFM մնացեք IBFM-ի հետ։ Ալերեսդ ալայե բացված կարմիլանայե Ալերեսդ ալայե բացված կարմիլանայե Նայված խցիրում տղա գլխից դարդում պալայե Նայված խցիրում տղա գլխից դարդում պալայե Իմեդետե Տակտիկի ու գեղեցիկ կատարում փորձեցինք վայելել իհարկե, քեզ լավ որ կմաղթենք դերական էներգիայից գեղեցիկ հնչյունների համար շնորհակալ ենք ձեզ նույնպես, լիքը ձեր գործերին հաջողություն ու ինչպես ասում են, ինչով կարող ենք ձեզ օգտակար լինենք։ Եվ սա բազում համերգներ այստեղ մեզ մոտ Ֆրանսիայում։ Անչափ շնորհակալ եմ։ Ոչ միայն Ֆրանսիան, այլ Ֆրանսիայից դուրս, ինչու ոչ, պետք է Ամերիկա էլ գնանք, պետք է ամենտեղ էլ գնանք, տեսնենք, ճանաչվենք եւ փորձենք առաջ գնալ, ինչքան կարող ենք հայկական մշակույթը զարգացնել։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրին, իհարկե IBFM-ի տաղավարում լինելու մեզ հետ միասին հետաքրքիր օր անցկացնելու համար։ Մեր տաղավարը գեղեցկացնելու համար։ Ես եմ ուզում ձեզ շնորհակալություն հայտնել Լուսինե եւ Արտակ եւ IBFM-ին հրավերի համար։ Մեծ սիրով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք։